Հրապարակը գրում է երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել։ Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաև խոսել ռադիկալ փոփոխությունների մասին։ Ըստ այդմ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին, ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են վարչության անդամների կարծիքով ամենավատն աշխատում։ Բնականաբար չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության եւ հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի։ Ձուկը գլխից է հոտում ու առաջին հերթին պետք է գլխից ազատվել։ Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաև ՔՊ ֆրակցիայում։ Այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ եւ ազգային ժողովի նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով ընդառաջելով լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել, իսկ երեք Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձևակերպել էին Գյումրիում ՔՊ պարտության հարցը, ապա փոխել էին։ Հավանաբար սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել եւս դրան վերաբերյալ ձևակերպում տալը։ Հրապարակը գրում է ՔՊ վերնախավն ուշքի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից։ Փարաքարցի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից բացի Քարոզ Արշավին ներգրաված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արշալույսի Թագուի Ղազարյանը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ՔՊ-ականներ, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքին Նարեկ Մկրտչյանն այնքան վստահ էր, որ հրապարակին ասած կոալիցիայի խնդիր չենք ունենա, 50 գումարած ձայնով հաղթելու ենք։ Իրականությունից կտրված եւ պարտությունից շոկի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխացներ գտնել պարտության մեղավոր նշանակելով այդ ՔՊ-ականներին, որ բավարար հեղինակություն չունեն։ Իսկ ՔՊ-ականները վստահ են, որ սա ոչ թե թիմ, այլ ինչ որ իմաստով համապետական ընտրություն էր եւ ընտրել են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժին, այսինքն Փաշինյանին։ Հրապարակը գրում է ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաև նոր վարչություն կընտրեն։ Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձևավորվի։ Նոր կազմում չել լինի Արփի Դավոյանը, որը ի դեպ վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը ըստ ՔՊ մեր աղբյուրի սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է եւ Կոտայքի մարզի տերտնօրենն է դարձել ու նրանից դոշ են թափ տալիս բոլորը։ Թերևս չի լինի նաեւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց, Արմեն Փամբուխշյանը, որի թոշակառու հայրը շնորհիվ հովանավորչության իր անունով մեծ վարկ էր ձևակերպել, բայց բնականաբար գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է։ Եթե մինչև սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երևանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ ի տարբերություն մյուսների Ավինյանն աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, արդարադատության նախարար Սրփուի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են Հայաստանի Հանրապետության բանտերի կոնկրետ խցեր ու տակրու վրա անում։ Ժողովուրդ օրաթերթին հասած լուրերի համաձայն սա օպերացիաների արդյունքում դատապարտյալներն են տարահանվել ու այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ, որոշ դատապարտյալների որպես պատիժ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի կամ բոլորին հայտնի ԱԱՑ մեկուսարան են ուղարկել։ Հայաստանի Հանրապետության բանտերում առավել հայտնի Զիլ Դավոն, Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարահանել են բանտերից ու այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխել։ Նշենք, որ ի պատասխան առկա խայտառակ իրավիճակի քրեակատարողական ծառայությունը հայտնել էր քրեակատարողական ծառայությունում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ տևական ժամանակ է խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը քննելով վերոգրյալ տեղեկությունները քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել
ստեղծել անօրինականություններ ու պարակտում, հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս որոշ կալանավորված անձի եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169-րդ կետի 28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով հարուցել է վարչական վարույթ։ Բանն այն է, որ ուսումնասիրվել է Ռուզան Մարգարյանի կողմից հանձնաժողով ներկայացված 2023 թվականի գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագրված տվյալների արժանահավատությունը եւ ամբողջականությունը, որի արդյունքում արձանագրվել է հետեւյալ անհամապատասխանությունը։ Ռուզան Մարգարյանը հայտարարագրի B.3 արժեթղթեր եւ այլ ներդրումներ բաժնում չի հայտարարագրել իր արփի գինու գործարան ՍՊ-ի 100% բաժնետեր լինելու վերաբերյալ տվյալները։ Մարգարյանը ծանուցվել է նշված գործի քննությանը մասնակցելու նպատակով վերջինս չի ներկայացել, սակայն ներկայացուցիչ է ունեցել եւ ներկայացուցիչ Հովհաննես Ուրֆանյանի ներկայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանոթված Մարգարյանի բացակայության պայմաններում 2025 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն։ Արդյունքում Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական տուժ սահմանված նվազագույն աշխատավարձի 200 ապատիկի 200,000 դրամի չափով։ Հրապարակը գրում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրության վերաբերյալ գործի քննությունը, որը սահմանադրական դատարանում արդեն 3 տարուց ավելի է հետաձգվում էր, ի վերջո կվերսկսվի։ Սահմանադրական դատարանում այդ վարույթում նշանակված զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է մի դատավոր եւ մոտ ապագայում պետք է դադարեցնի սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին եւ ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։ Այս հիմքով ազգային ժողովին դիմադիր падգամավորները դեռևս 2022-ին դիմել են սահմանադրական դատարան։ Օրենքի համապատասխանությունը սահմանադրությանը ստուգելու համար, սակայն սահմանադրական դատարանն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը, դիմելով 1 Վենետիկի հանձնաժողովին 1 դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում։ Եվ այժմ ոչ միայն նախկիները, այլև հենց իրենք իշխանականներն են սրտատրոփ սպասում սահմանադրական դատարանի որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել եւ այս օրենքի լիակատար շահառուներից են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է մարտի 25-ին իրավաբան.net-ը նյութեր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուսր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ։ Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում կատարելով հյուպատոսի պարտականությունները եւ տևական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է։ Եվ ահա արտաքին գործերի նախարարության դիվանագետ Մարինա Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. «Հորս մեղադրում են իմ նախկին ամուսնուն նրա հոր սպանության նախապատրաստման համար։ Մենք ամուսացած ենք եղել 10 տարի առաջ։ Ամուսնալուծությունից հետո ընդհանրապես չենք հանդիպել, չենք շփվել ու ոչ մի ընդհանուր բան չունենք»։ Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետագայում է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում իրենց հետ։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալությունը կազմակերպել են իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագետը պնդում է, որ հանցավոր խումբը, որը ցանկանում է իրենց ընտանիքից գումար շորթել, շարունակում է գործել, իսկ խմբի անդամներից մեկը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության քրեական
կատարողական հիմնարկներից մեկում։ Այս ամենի մասին Խաչատրյանների ընտանիքը հայտնել է Հայաստանի իրավապահ մարմիններին, օգնություն խնդրել, սակայն պատշաճ արձագանք չի ստացել։ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, նրա ընտանիքն ու փաստաբանները խորապես համոզված են, որ նրա դեմ Հայաստանում պատվեր է իրականացվում Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Ըստ արտաքին գործերի նախարարության դիվանագետի հայտարարությունների, իր ընտանիքին սպառնում են, նշելով՝ փողը տվեք, հորդ հարցը կլուծվի, եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ կնստի 15-ից 20 տարի կուղարկեն Սիբիր։